Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր, բարի լույս բոլորին։ Սուրճ ու սեր առավոտից միացել եք դուք այս ծրագրին եւ սուրճն ու սեր այսօր ձեզ համար եթերում փորձելու են ապահովել Տիգրան Հարությունյանը Եվ Վեգա Անդրեասյանը։ Վեգային ասենք բարի գալուստ նայ։ Այո, նաեւ բարի գալուստ, եկա ժամանակին հասա Դեգերումներից եթերի։ այդպես ճամփորդային եկար եւ հասար հանրային ուղիղ եթեր եւ կարեւորը որ այսօր ես միանակ չեմ, այլ կլինեմ քեզ հետ։ Ես շատ ուրախ եմ, որ առաջին գործը, որով զբաղվում եմ հայրենիք վերադառնալուց հետո, դա մեր ռադիոլսողներին բարի լույս մաղթելն է։ Հուսով ենք նրանք նույնպես մեզ օրվա առավոտվա ընթացքում կհասցնեն մաղթել բարի լույս։ Դրա համար կարող եք մեզ միանալ Facebook-յան մեր էջում կամ կայքում armradio.am, երկու հարթակներում էլ գործարկված ուղիղ միացում ունենք, որտեղ կարող եք մեկնաբանություններ թողնել մեզ։ Նոյեմբերի 24-ն է օրը երկուշաբթի, ինչ հետաքրքիր է, անցյալ երկուշաբթին էլ ենք միասին սկսել։ Այո, Եվ այս երկուշաբթին եւս միասին ենք սկսում նաեւ 48-րդ աշխատանքային շաբաթը 2025 թվականին։ Ասենք բարի գալուստ բոլորին, ովքեր հայրենիք են եկել, իդեպ չվաթուցակներին կանդրադառնանք քիչ անց, թե իսկ մինչ այդ առաջին երաժշտական կատարում այսօր մենք արթնանում ենք Սոֆի Մխայանի հետ։ Ոչ միտեղ մի գնացեք, բայց եկեք գնագալիս եմ։ Որտեղից հայտնվեցիր Ասա թե ինձ ոնց գտար Չէ ոնց դու իմ կյանք մտար Ու իմ սրտի մեջ թաքնվեցիր Իմ սրտի տանիքն ես Ու իմ տիտանիքն ես Դու ինձ խորտակում ես Քո սիրո ծովում Իմ սրտի մետրոն ես Տարդեպի կենտրոն ես Սիրուց օրորվում Երասի խորքում, սերը ինձ հողից ոգում Ու հանում է յոթերորդ երկիր Որ քո սիրուց աղթանամ Ու նոր հասկանամ Հեռու չեմ գնա էլ քո գրքից Իմ սրտի տանիքն ես Ու իմ տիտանիքն ես Դու ինձ խորտակում ես Քո սիրո ծովում Իմ սրտի մետրոն ես Տարդեպի կենտրոն ես Սիրուց օրորվում եմ Համել մոլորվում Գնա գալիս եմ հետդ պարելու Քո համբույրից է սիրտս վարվելու Գնա գալիս եմ հետդ ուր ասես Չունի աշխարը մեզ համար քարտես Գնա գալիս եմ հետդ պարելու Քո համբույրից է սիրտս վարվելու Գնա գալիս եմ հետդ ուր ասես Չունի աշխարը մեզ համար քարտես Գնա գալիս եմ հետդ պարելու Քո համբույրից է սիրտս վարվելու Գնա գալիս եմ հետդ ուր ասես Չունի աշխարը մեզ համար քարտես Չունի աշխարը մեզ համար քարտես Չունի աշխարը մեզ համար քարտես Սուրճ ու սեր առավոտից։ 9:35 րոպե դուք լսում եք հանրային ռադիոյի առաջին ալիքը։
ժամանակն է ծանոթանալու օրվա այն անհրաժեշտ տեղեկատվությանը, որը կօգնի տանից դուրս գալուց առաջ շատ լավ իմանալ ինչի է պետք սպասել եւ սկսենք եղանակից ուրախությամբ ես շատ թեթև սրտով ասեմ, որ այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ եւ առհասարակ մինչեւ ամսի 28-ը ներառյալ է սպասվում առանց տեղումների եղանակ։ Այս պահի դրությամբ գոնե այդպես են կանխատեսում օդերևութաբանները, քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի երեկվանից արդեն բարձրացել է 1-2 աստիճանով եւ էապես չի փոխվելու նաեւ այսօր Երևանում եղանակ է սպասվում, Երևանում նույնպես, օրվա ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճան, այս պահին հեռախոսային հավելվածը ցույց է տալիս, որ 5 աստիճան է Երևանում, բայց ինչպես սիրում է հուշել այս հավելվածը, զգացվում է ինչպես 8 աստիճան է, հեռախոսային հավելվածը նույնպես ցույց է տալիս առանց տեղումների եղանակ, այնպես որ երկու պարագայում էլ կարծես թե այսօր լավ եղանակ է սպասվում Երևանում էլ, մարզերում էլ։ Գնանք հանրապետության ճանապարհներ, Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Կորեայի ձորը շարունակում է մնալ փակ, պայմանավորված այսպես հիմնանորոգման աշխատանքներով, դե իսկ Ստեփանցմինդալարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք ֆինանսների աշխարհ տարադրամին ծանոթանանք այն մարդկանց համար, որոնք այսօր ֆինանսական գործարքներ են գուցե պլանավորում։ Այսօր ամերիկյան 1 դոլարը համարժեք է 381 դրամի եւ 61 լումայի, 439 դրամ եւ 65 լումայի է համարժեք եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 8 է, վրացական լարին 141 դրամ եւ 15 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը 498 դրամ եւ 57 լումա, դե իսկ դիրհամ այսօր 103 դրամ եւ 9 լումա է։ Դիրհամը քիչ-քիչ իջնում է։ Այո, ես նույնպես նկատել եմ, այո։ Տեղափոխվենք օդային տարածք, Զվարթոց միջազգային օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ ժամանումների չվացուցակում չունենք ոչ մի փոփոխություն։ Տեսնենք ինչ իրավիճակ է մեկնումների չվացուցակում, ունենք ընդամենը 1 ուշացում դեպի Մոսկվա մեկնող օդանավը ժամը 14:40-ի փոխարեն կմեկնի 17:30-ին, այսպիսի ուշացում դեպի Մոսկվա։ Հիշեցնեմ, 14:40-ի փոխարեն ժամը 17:30-ին կիրականացվի Երևան-Մոսկվա չվերթը։ Լավ է գոնե, որ նախապես գիտեն ուղևորները, հուսով եմ, որ ավիաընկերությունը նրանց էլեկտրոնային հաղորդագրություններ նույնպես ուղարկել է, բայց եթե ոչ, եթե դուք տեղեկացաք մեր եթերից եւ ունեք հարազատներ, որոնք կամ ընկերներ, որոնք պլանավորում են այսօր մեկնել, ամեն դեպքում տեղեկացրեք։ Եվ առհասարակ հուշեք, որ լսեն մեր առավոտյան եթերները տեղյակ լինելու համար։ Տեղյակ լինեն ամեն ինչից, բայց իդեպ դա կապ չունի, եթե կա ուշացում եւ նույնը ուղևորը պետք է ներկայանա ժամանակին, անցնի անձնագրային ստուգումը եւ սահմանը հատի եւ սպասի, ուրեմն արդեն այո մեկ նման սրահում պարտադիր, որտեղ փակվում է անձնագրային հաշվառման այդ հատկացված ժամանակահատվածը փակվում է եւ դու այլևս չես կարող գալ։ Ահա, ես դա չգիտեի, շատ շնորհակալ եմ տեղեկատվության համար։ Գանք մայրաքաղաքի ճանապարհներ, 6 բալ է խցանումների սանդղակը, իդեպ շնորհակալություն պարեկներին, առավոտից մի քանի այսպես տարբեր խաչմերուկներում տեսա պարեկներ այսպես ջանասիրաբար աշխատում են, որպեսզի թեթևացնեն հոսքը, նրանք կարծես խելացի խաչմերուկի դեր էին տանում, այնպես որ տանելի է այս պահին, փոխարենը ունենք մի քանի ավտովթար Երևանի տարածքում Yandex քարտեզից տեղեկանում ենք, որ մեկ վթար է այս պահին Եղվարդի խճուղում դեպի Դավթաշեն աշտարակ խճուղի տանող ավտոճանապարհի հատված Armenia TV ուրեմն շրջակայքում է ավտովթարը։ Եթերից առաջ ես ստուգում էի քարտեզը, մի քանի վթարներ կային, հիմա ստուգեմ, տեսնեմ վթարները վերացվել են թե ոչ։ Մեկ վթար այս պահին կա Գայի պողոտայի վրա։ Ահա։ Դե վեր բարձրացողը դեպի կարծեմ 4-րդ թե 5-րդ զանգված տանող ավտոճանապարհին երևի թե այլ վթարները արդեն այսպես վերացված են, հիմա մեգամոլից մի փոքր բարձր հատված, որտեղ միշտ ցավոք խցանումներ են, քաղաքային հատվածներից է դարձել Գայի պողոտան, որտեղ միշտ գրեթե բոլոր ժամերին օրվա խցանված է։ Չէ, վթարները կան, ես հիմա հասա, Երևանյան փողոցի վրա կա մեկ վթար, ես տեսնում եմ, ահա։ Նաև ունենք վթար Իսակով պողոտայի վրա, դեպի Երևան դեպի կենտրոն գնացող կողմի վրա է,
4 վթար, այո, ճիշտ էր, վթարները չեն վերացվել։ Անվտանգ երթևեկություն ենք ուզում մաղթել բոլորին, եղեք զգոն, եղեք աչալուրջ, եղեք զիջող, ամենակարևորը եւ մի փորձեք խցկվել եւ հիշեք, որ դեղին լույսը խաչմերուկ անցնելու համար չէ։ Միևնույնն է, ունենք նաեւ երթևեկության կազմակերպման մեկ փոփոխություն, տեղեկանում ենք Yerevan.am կայքից, փոփոխությունը կատարվել է երեկվանից։ Հիմա ես դες կիրազեկեմ, մասնավորապես Շիրակի փողոցում Արշակունյաց պողոտայից եկող ուղությամբ նախկին ուղիղ եւ աջ, ինչպես նաև ուղիղ եւ ձախ թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի ուղիղ եւ աջ, ուղիղ եւ միայն ձախ ուղություններով, ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում Շիրակ Արարատյան փողոցների խաչմերուկ ուղությամբ կարգելվի մեքենաների կանգառը։ Փոփոխությունը արդեն գործում է երեկվանից։ Երևի թե այսքանը։ Այո։ Քիչ անց կբացենք օրվա օրացույցը, դե իսկ մինչ այդ շարունակում ենք վայելել մեր հիթային առավոտը։ Station with the best music. Best music. Սուրճ ու սեր առավոտից։
9:44 րոպե։ Բարի լույս բոլորին կրկին ասենք, Վեգայի հետ միասին։ Բարի լույս, սուրճ ու սեր առավոտից փորձում ենք ձեզ համար ապահովել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Մի մոռացեք մեզ նաև դիտել մեր Facebook-յան էջում եւ կայքում, ինչպես նաև զանգահարել։ Մենք սպասում ենք ձեր զանգերին եւ փորձենք մեր եթերը ել ավելի ինտերակտիվ դարձնել։ Ինչպես արդեն նշեցինք, օրը երկուշաբթի է, նոյեմբերի 24-ն է, աշխատանքային շաբաթը սկսում ենք միասին եւ տեսնենք թե ինչ հետաքրքիր օրեր են տեղի ունեցել կամ ինչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել տարբեր տարիներին այս օրը։ 380 թվականին մեր թվարկությունից առաջ Հռոմի Թեոդիսիոս առաջին մեծ կայսրը հանդիսավոր կերպով մուտք է գործել Կոնստանտինոպոլիս։ Դարվինը իր հայտնի տեսակների ծագումը փաստորեն հրապարակել է 1859 թվականի այս օրը։ Այսօրն է մոտավորապես պարզ դարձել շատ մանրուքներ մեր մասին, որոնք շատերը մինչ օրս վիճարկում են եւ այնքան էլ չեն համարում։ Ոմանք հերքում են, ոմանք կողմ են եւ այդպես շարունակ։ Երևանի կենտրոնաբանական այգին, մեր միակ կենտրոնաբանական այգին, բարձում է բացվել է հենց այսօրը, նոյեմբերի 24-ին 1940 թվականին։ Իդեպ վաղուց ես վերջին անգամ եղել կենտրոնաբանականում։ Այ ուզում էի հիշել որդուս հետ նկարները հիշեցրեցին, որ նա փոքր էր դեռ, այսպես հիմա արդեն մեծ է։ Շատ բաներ են փոխվել, այո։ Բայց արդեն լավ վիճակում էր, չկար այդ հոտը, հա, ավելի բարեկարգված էր, գեղեցիկ։ Ես հետևում եմ իհարկե, օրեցօր մեր այգին ավելի ու ավելի այսպես եվրոպական է դառնում, ավելի միջազգային։ Ինձ ուրախացնում է հատկապես այն հանգամանքը, որ կենդանիների համար տարածքները ավելի կարծես թե մեծանում են, օրինակ եթե նախկինում առյուծները վանդակներում էին պահվում, ինչը բարեբախտաբար այլևս չի համապատասխանում չափանիշներին, հիմա ավելի մեծ տարածքներ ունեն, որտեղ կարողանում են բարելավել կենդանիների պայմանները։ Տեսնենք հայտնի հոբելարներից ովքեր կան գրանցված օրվա օրացույցում, ես տեղեկացա, որ այսօրն է ծնվել Հրաչյա Ներսիսյանը, դերասան 1895 թվականին է։ Ավետ Ավետիսյանը հայ խորհրդային դերասան նույնպես այսօրն է ծնվել 1971 թվականին։ Նաև ֆուտբոլիստ ունենք այսպես մարզական աշխարհից հոբելար Արսեն Բալաբեկյանն է ծնվել այսօր 1986 թվականին է։ Նաև Համլետ Մխիթարյանն է ծնվել այսօր 1973 թվականին։ Ամենահայտնի ռեժիսորներից մեկը, սերբ կինոռեժիսոր, երաժիշտ եւ նաեւ դերասան Էմիր Կուստուրիցան նույնպես փաստորեն ծնվել է նոյեմբերի 24-ին 1954 թվականին, սակայն այսօրը նաեւ տխուր տարելիցներ ունենք։ Ֆանատների համար է այս օրը նաև հանրահայտ Queen խմբի լեգենդար մենեջեր, պրոդյուսեր, երգահան, երաժիշտ Ֆրեդի Մերկուրի այսօր մահվանորն է։ Այո, վարձ։ Ֆանատները հիշում են։ Այո, այսօրը նրան նվիրված տարբեր միջոցառումներ են ամբողջ աշխարհում տեղի ունենում, ինչպես նաև հարգանքի տուրք են տարբեր ձևերով մատուցում արտիստին։ Մենք էլ առիթը բաց չթողնենք, հիշենք լեգենդար Queen խմբի հայտնի հիթերից մեկ այս բային։
life still goes on. I can't get used to living without you by my side. I don't want to live alone. Hey, God knows, got to make it on my own. So baby, can't you see? I've got to break free. I've got to break free. I want to break free. Yeah. I want to Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս եւ բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր մենք շարունակում ենք մեր աշխատանքը 9:53 րոպե երկուշաբթի է այսօր եւ շարունակում ենք անդրադառնալ այն տոներին հատուկ օրերին, որոնք նշվում են այսօրը։ Պարզվում է բավական հետաքրքիր եւ հատկապես աշնանը ակտուալ մի օր նույնպես նշվում է այսօր ոճաբանների իմիջ խորհրդատուների օրն է այսօր, անպայման անդրադառնալու ենք եւ հաջորդ եթերաժամին մենք կունենանք հյուր եւ կհասկանանք ինչ են անում առհասարակ իմիջ մեյքերները, օգնում են արդյոք մեզ թե ոչ։ Ամենահայտնի հայ ոճաբաններից մեկն է մեզ այսօր հյուր լինելու, որին, եթե չեմ սխալվում, ավելի քան 100,000 մարդ է հետևում Instagram-ում եւ նա օգնում է ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն շատերին գտնել իրենց ոճը, իսկ թե դա ինչպես է տեղի ունենում, արդեն կպատմի նա մեզ եթերաժամի արդեն երկրորդ հատվածում։ Էլի կունենանք հյուր, այնպես որ հյուրառատ է լինելու մեր հաջորդ եթերաժամը, այնպես որ առաջարկում ենք չփոխել ալիքը, հնարավորության դեպքում շարունակել լսել եւ դիտել հանրայինի առաջին ալիքը armradio.am կայքով մեր լայվը գործարկված է, Facebook-ում եւս քիչ անց խոստանում ենք մուտք կգործենք եւ ձեր բոլոր հաղորդագրությունները կընթերցենք, ողջույնները կփոխանցենք եւ իհարկե հեռախոսահամարաձև ձեզ եւս պետք կգա 553702, որպեսզի միանաք մեր հյուրերին եւ ձեր հարցադրումները փոխանցեք մեր ուղիղ եթեր։ Այնպես որ մնացեք մեզ հետ եւս մեկ ուրախ կատարումից հետո Այո, արխիվում լուրերի թողարկումն է, մենք սպասում ենք մեր գործընկերոջը եւ ժամը 10-ի լրատվական թողարկումը կարծես թե արդեն պատրաստ է։ Քիչ անց կհասկանանք թե ով է այն ներկայացնելու այսօր։ Goddamn.
know you love to make an entrance. Do you like getting paid attention? You mix the wrong guys with the right intentions. In the same bed, but it still feel long distance. You're looking for a little more consistency. But when you stop looking, you gon' find what's meant to be. And honestly, I'm way too done with the hoes. I cut off all my exes for your X and O's. I feel my old things was just preparing me. When I say I want you, saying back there, fly your first class through the air, Airbnb. I'm the best you had, you just be comparing me to me. I'ma act this act you. If I put you on my phone and upload it, it'll get maximum views. I can't do it much, wanna lipstick the phone. What you pay for long, just to get you alone. I'll be a magical pill. Don't be afraid to catch these feels. Raindrop up and take pills. I know you ain't afraid about this. Baby, I know you ain't afraid to catch pills. Don't be afraid to catch pills. Don't be raindrop up and take pills. I know you ain't afraid about this. Baby, I know you ain't afraid to catch pills. Սուրճ ու սեր առավոտից։ Մենք ունենք ընդամենը վարքյաններ, որովհետեւ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրն է, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։
Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի եւ ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման 4-րդ նստաշրջանում Հայաստանը ընտրվել է որպես կողմերի 12-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Արտգործնախարարությունից այսօր հայտնել են, որ Հայաստանը ընտրվել է նաեւ որպես արձանագրության կողմերի հանդիպման 5-րդ նստաշրջանի հյուրընկալող պետություն։ Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ որպես հանրային առողջության պահպանման, ինչպես նաև ծխախոտի օգտագործման եւ անօրինական շրջանառության դեմ պայքարի գործընթացների կարևոր դերակատար, ընդգծում է արտգործնախարարությունը։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նոյեմբերի 21-ից 22-ը Բաքու այցի ընթացքում Ադրբեջանի քաղաքացիական ներկայացուցիչների հետ որոշել են նախաձեռնությունը անվանել խաղաղության կամուրջ։ Դրա մասին հայտնել է նախաձեռնության անդամ Ադրբեջանի ազգային ֆորումի վարչության նախագահ Ռամիլ Իսկանդերլին։ Նրա փոխանցմամբ Բաքվում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ գործընթացի հարցերով։ Քննարկվել է ներկայիս իրավիճակը, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության վերականգնման գործում եւ նախատեսվող համատեղ գործողությունները։ Նախաձեռնության անդամների եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հանդիպմանը քննարկվել են խաղաղության օրակարգի ամրապնման քայլերը, որ ձեռնարկել են երկու երկրները Վաշինգտոնի հանդիպումից հետո։ Տեղեկացնենք նաեւ, որ Իսկանդերլին 3 Բաքվում թվարկել է նախաձեռնության հայկական եւ ադրբեջանական կողմերի մասնակիցներին Ադրբեջանի քաղաքացիական 5 ներկայացուցիչների, նրա թվարկած անունների թվում չի եղել Դիլարա Էֆենդիևան։ Վերջինս Երևանյան այցի ընթացքում սկանդալի կենտրոնում էր հայտնվել, քանի որ պարզվել էր, որ նա 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը փակած եւ Արցախահայության շրջափակմանը սկիզբ դրած այսպես կոչված էկոակտիվիստներից էր։ Իդեպ Հայաստանի քաղաքացիական ներկայացուցիչները խոստանեցել են խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում Բաքու այցելության մանրամասները ներկայացնել այսօր Երևանում հրավիրված ասուլիսում։ Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ Հայաստանի կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Էնջոկատում տեղի է ունեցել Կորնիձոր, Խնձորեսկ եւ Հարթաշեն սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը շրջայց է կատարել նորակառույց 3 ուղեկալներում, ծանոթացել է զինծառայողների կենցաղային եւ ծառայողական պայմաններին, սպառազինության եւ նյութատեխնիկական միջոցներին։ Տեղեկացնենք նաեւ, որ 3 իրականացվել է Եվրամիության առաքելության 7000-րդ բարեկությունը։ Եվրամիության առաքելության գրասենյակից հայտնել են, որ առաքելությունը շարունակում է հանձնառու մնալ իր մանդատին հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։ Միջազգային լրատվամիջոցների գլխագրերում կրկին ուկրաինական հակամարտությունն է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսով զրուցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրանք համաձայնել են, որ Ուկրաինայի հարցի կարգավորման որոնումները հասել են կրիտիկական կետի, ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Առաջնորդները քննարկել են Ժնևում բարձր մակարդակի հանդիպման տարբեր ասպեկտներ Ուկրաինայի համար Միացյալ Նահանգների խաղաղության ծրագրի վերաբերյալ, ասված է բրիտանական կողմի հաղորդագրությունում։ Տեղեկացնենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինական հակամարտությունը այսօր քննարկելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի նախագահը երեկ նշել է, որ մեծ 20-ի գագաթնաժողովի շրջանակում ինքը 3 հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ, քննարկել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը, գնահատել իրավիճակը եւ անելիքները։ Մենք հետեւողականորեն կենտրոնացել ենք հարցերի վրա, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության, ասել է Էրդողանը։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինային ու եվրոպական երկրներին, մինչ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիվանագետները երեք հավաքվել էին Ժնևում քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու հարցը։ Շվեյցարական քաղաքում հանդիպումների ընթացքում Եվրոպայում երկրորդ աշխարհամարտից հետո խոշորագույն հակամարտության դադարեցման 28 կետանոց պլանը, որ առաջարկել է Միացյալ Նահանգների նախագահը եւ որը
թեև պաշտոնապես բացահայտված չէ, արդեն իսկ Կիևի դաշնակիցների կողմից մեկնաբանվում է որպես մեծապես Ռուսաստանի օգտին ծրագիր։ Եվ լրահոսի վերջին տեղեկությունը օլիմպիական չեմպիոն եւ մոսկովյան Սպարտակի պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը հեռացել է կյանքից 99 տարեկանում։ Match TV-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։ Նրա խոսքով նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից 3, նշել է Միրզոյանը։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, ռադիոլուրը եթերում կլինի ժամը 11-ին։ Ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Share me more.
Սուրճ ու սեր առավոտից։ 11:11 րոպե մենք վերադարձանք հանրայինի ուղիղ եթեր, Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել հետաքրքիր փաստեր կապված նոյեմբերի 24-ի հետ, որովհետև պարզվում է, որ այսօրը նշանավոր եւ նշանակալից թե մարդիկ են ծնվել, թե իրադարձություններ են տեղի ունեցել, եւս մեկը, որ մեզ հատկապես հետաքրքրեց, պարզվում է, որ այսօր, գիտեք, որ աշխարհում կան հետաքրքիր եւ երբեմն տարօրինակ օրեր, դրանցից մեկը փաստորեն այն է, որ նահանգներում այսօր նշվում է գանգուրների օրը, այն էլ շագանակագույն գանգուրներ։ Արի ողջունենք Լուսինե Մուրադյանին։ Այո։ Եվ շուտապույտ ապակինում մաղթենք նաև, այո։ Շուտապույտ ապակինում մաղթենք նրան, նա մեզ սրտիկներ է ուղարկել Facebook-ով, մենք էլ այսպես խոսքով վերադարձնում ենք սրտիկները եթերից, ուղիղ եթերից։ Այո, քանի Էլի հետաքրքիր տոներ կան այսօր, Մորժերի օրն են նշում Ռուսաստանում, դեպասեմ, Սամոայում նշում են կանանց օրը։ Իսկ էլի Ռուսաստանում փաստորեն կա տնական կաթ հյուրասիրելու օր։ Նահանգներում եւս մեկ ազգային տոն են նշում ընտանեկան դաստիարակների ազգային օրը։ Հետաքրքիր է ինչ է դա։ Մայրիկներն են։ Չգիտեմ, նաև ընկերներ ձեռք բերելու եւ մարդկանց վրա ազդեցության օրը եւս նշվում է նահանգներում։ Կարծում եմ հաշվի առնելով անունը, երևի սա Դեյլ Քարնեգի համանուն գրքի հետ ինչ-որ կապ ունի, որովհետեւ հենց նման վերնագրով գիրք ունի, չէ՞, ինչպես ձեռք բերել ընկերներ եւ ազդել մարդկանց վրա կամ նման մի բան, գուցե այնքան են սիրել գիրքը, որ նաև օր են նվիրել հատուկ այդ օրվա համար։ Իդեպ նահանգների այս ազգային տոների օրացույցը մեզ միշտ զարմացնում է։ Եվս մեկ օր, որ նշվում այսօր ինքնատիպ տաղանդի տոնակատարության օր կա Ամերիկայի յուրահատուկ տաղանդներ, ինչ որ տարօրինակ կամ յուրահատուկ տաղանդ ունես, Տիգրան, որ ոչ բոլորի մոտ է ստացվում։ Օրինակ գիտեմ, որ մարդիկ կան, որ կարողանում են օրինակ մարմնի որևէ հատվածը տարօրինակ ձևով շարժել կամ օրինակ ծիտիկների հնչյուններ։ Ես կարողանամ օրինակ աչքս այսպես փակել։ Այ քեզ բան։ Աչքս, բայց ձախը չի ստացվում։ Ես Ահա, իսկ եթե չտեսակ, ապա մեզ չեք դիտում մեր Facebook-յան էջում կամ էլ կայքում armradio.am։ Ես կարծում եմ որևէ ինքնատիպ կամ յուրահատուկ տաղանդ չունեմ։ Դե գուցե կան դա տաղանդ չէր աչք բացել փակելը, գուցե եւ կա մեկ չգիտենք, շրջապատի մարդիկ կասեն։ Ես առաջարկում այս պայն տեղափոխվենք մարզաշխար, մենք ունենք հաղթական լուր։ Նրանք ովքեր այսպես հանգստյան օրերին բաց չեն թողնում մարզական լրահոսը, վստահ եմ ծանոթ են, որ շաբաթ օրը մեր մարտիկ Արման Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ նույն քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուքերի նկատմամբ երկրորդ ռաունդում Ծառուկյանը այսպես խեղդող հնարքով պարտության մատնեց նորզելանդական նորզելանդացում ներողություն վաղաժամ ավարտելով մենամարտը։ Սա Ծառուկյանի արդեն 5-րդ անընդմեջ հաղթանակն է, ինչը նրան իրավունք է տալիս հավակնելու թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտին։ Շնորհավորենք եւ կարծում այստեղ ճիշտ տեղին հնչեցնել ծափահարություններ հիմա մեր եթերում։ Ահա Շնորհավորենք։ Արմանը վերադարձել է նրան արդեն այսպես շքեղ դիմավորեցին նաև օդանավակայանում, նա արժանի է այս ծափահարություններին։ Այո։ Իդեպ այս տարին նույնպես գիտենք, որ շատ առումներով հոբելյանական է, փաստորեն նշվում է նաև հայ մեծանուն քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակը, առհասարակ այս տարին նվիրված է դրան եւ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տարբեր միջոցառումներ է նախատեսել Թանգարանի հետ իհարկե համատեղ եւ այդ նախաձեռնություններից մեկի մասին խոսելու ենք նաեւ այսօր, այնպես որ շարունակեք մնալ մեզ հետ։ Այո, վարկաներանց մենք սպասում ենք Երևան Քոչարի Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարին, որից հետ այս պայն լսենք որևէ կատարում, այնուհետև կսկսենք արդեն մեր զրույցը։
Instinctively you give to me the love that I need. I cherish the moments with you. Respectfully I say to thee, I'm aware that you're cheating, but no one makes me feel like you do. Upside down, boy, you turn me inside out and round and round. Upside down, boy, you turn me inside out and round and round. I know you got charm and appeal. You always play the field. It's crazy to think you all mine. As long as the sun continues to shine, there's a place in my heart for you. That's the bottom line. Upside down, boy, you turn me inside out and round and round. Upside down, boy, you turn me inside out and round. Instinctively you give to me the love that I need. I cherish the moments with you. Respectfully I say to thee, I'm aware that you're cheating, but no one makes me feel like you do. Upside down, boy, you turn me inside out and round. Սուրճ ու սեր առավոտից։ 18 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Ինչպես խոստացել էինք, այսօր մի շատ կարևոր նախաձեռնությունից ենք խոսելու, որովհետև կարևոր տարի է, արդեն ինչպես ասացինք, 125-ամյակն է նշվում Երվանդ Քոչարի եւ այդ առիթով այս տարի տարբեր նախաձեռնություններ եւ միջոցառումների շարք է իրականացվել, դրանցից հերթականը տեղի կունենա Թբիլիսիի Պուշկին փողոցի համար 13 հասցեում, արդեն տեղի ունեցել, որտեղ 1899-ից 1922 թվականներին ապրել է Երվանդ Քոչարը, բացվել է հուշատախտակ եւ այդ արդիվ դրա հետ կապված այսօր զրուցելու ենք Երվանդ Քոչարյանի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի հետ։ Բարի լույս։ Բարև ձեզ, բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Խոսենք այս նախաձեռնությունից, ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ էր այն։ Իրականում ասեմ, որ այս հուշատախտակի բացումը դա շարունակությունն էր անցյալ տարվա մեր միջոցառումների, որ նվիրված էին Քոչարի Հոբելյանին 125-ամյակին ծննդյան, եւ սա թանգարանի կողմից առաջարկված էր այդ հոբելյանական հանձնաժողովին եւ հավանության արժանացավ նախագահի կողմից եւ հանձնարարականներ տրվեցին արդեն դեսպանատանը Վրաստանի զբաղվել այս հարցով։ Հետագայում ամբողջ տարվա ընթացքում մենք տարբեր փաստաթղթեր ենք ներկայացրել, տարբեր ուրեմն վկայություններ Քոչարի այդ տանը բնակվելու մասին, հիմնավորումներ, ինչի արդյունքում շատ արագ մեկ դա բավականին աննախադեպ ուրեմն երևույթ էր, որ մեկ տարվա ընթացքում այն կյանքի կոչվեց։ Իրականում մենք այս հուշատախտակով երևի զբաղվել ենք երևի մի 7 տարի է, որ փորձում ենք անպայման իրեն ուրեմն տեղադրում իրականացնել, բայց ինչ-որ պատճառներով դա չէր ստացվում եւ դեպքերի հաջորդականությունը այնպես դասավորվեց, որ շատ արագ եւ շատ համահունչ տարվա խորագրին դա իրականացավ, ինչը մեզ անասելի մեծ հպարտության եւ ուրախության պահեր է բերքեվել։ Իրականություն է։ Ընդհանուր առմամբ, եթե փորձենք ամփոփել 2025-ը, ինչպիսին էր այն Երվանդ Քոչարի թանգարանի համար։ Եթե չեմ սխալվում, նաև թանգարանի համար էր, չէ՞, հոբելյանական 24 թվականը 40 տարիներ, այո, 40-ամյակն էր թանգարանի հիմնադրման։ Իրականում 2024-ը շատ յուրահատուկ տարի դարձավ Քոչարի ճակատագրի մեջ, այսպես կարող եմ ասել, եղան աննախադեպ եւ հիանալի միջոցառումներ, որոնք ներկայացվեցին տարբեր կազմակերպությունների, տարբեր անձանց կողմից, նաեւ թանգարանի կողմից եւ ամենահաջողվածները, ամենատպավորիչ ձեռնարկները իրականություն դարձան։ Կարող եմ 2024 թվականի համար նշել 2-3, 25-ի, չէ, 24-ի համար, որտեղ դա, այսպես ասում, անցածի շարունակությունն է հիմա։
24 թվականին 3 խոշորագույն ուրեմն տեղի ունեցան երևույթներ։ Առաջինը Պիկասոյի թանգարանում Փարիզի բացվեց մի ցուցադրություն, որին ներկայացվեց Քոչարի տարածական նկարը։ Հաջորդը էլի աննախադեպ էր Պոմպիդու կենտրոնում եղավ հիշատակի երեկո նվիրված Քոչարի ծննդյան 125-ամյակին հարգանքի турքի երեկո։ Դա մեր նախկին դեսպան Ֆրանսիայում նախկին դեսպան Հասմիկ Տոմաջյանի ջանքերով էր եւ իհարկե Պոմպիդու կենտրոնի նախագահի մեծ աջակցությամբ։ Դա աննախադեպ երևույթներ են այս ինչի որ ես նշում եմ։ Երրորդը Քոչար ֆեստն էր, որ անցկացվեց հունիսի 22-ին, հենց մայստրոյի ծննդյան ուրեմն կապակցությամբ 125-ամյակը նշելու կապակցությամբ, երբ փակվեց Տանգանի դիմացի ողջ Մոսկովյան փողոցը եւ տեղի ունեցան եւ ֆիլմերի ցուցադրություն եւ մեծ համերգ մինչեւ գիշերվա 12-ը ամբողջ երեկոն դոգորված էր Քոչարյան շնչով։ Ինչ վերաբերում է 25 թվականին արդեն այս տարի էլ շարունակվեցին ուրեմն շատ յուրահատուկ միջոցառումներ, որոնցից արդեն 3-ի մասին նորից կարող եմ նշել։ Առաջինը փետրվար ամսին Փարիզում բացվեց աննախադեպ մի ցուցադրություն, որտեղ առաջին անգամ ներկայացվեցին Քոչարի տարածական այն գործերը, որոնք երբևէ հանրությանը չէին ցուցադրվել, մեզ ծանոթ էին միայն դրանց սպիտակ լուսանկարները, եւ մենք առաջին անգամ դրանք տեսանք իրականում իրենց ամբողջ գեղեցկությամբ եւ նաեւ թանգարանի նորից մասնակցությամբ այդ ցուցահանդեսին եղավ գրքի շնորհանդես, որտեղ ծանոթագրվել էին Ռոզենբերգի եւ Քոչարի նամակագրությունը եւ դա ծանոթագրել էր շատ նշանավոր մի արվեստաբան, նախկինում ամենայն դեպս ֆրանսիական մշակութային կյանքում ականավոր հեղինակություն ունեցող մի մարդ։ Դա մեծ ձեռքբերում էր էլի մեզ համար։ Երկրորդ իրադարձությունը, որ Սորբոնի համալսարանում կարողացանք իրականացնել մի դասախոսություն նորից Երվանդ Քոչարի նվիրված, դա մայիս ամսին էր արդեն Սորբոն Նուվել մասնաճյուղում արվեստի եւ գրականության նվիրված իրենց մասնաճյուղներ դա եւ երրորդը այս իրադարձությունը Ուշատախտակի տեղադրումը, որը ինչպես ասեցի նախաձեռնվել էր 1 տարի առաջ եւ այսօր դարձավ իրականություն։ Եւ իրականում գիտեք սա համարում ենք, որ Քոչար անհատի եւ Քոչար արվեստագետի հանդեպ մեծարանքի եւ յուրահատուկ գնահատանքի մի գեղեցիկ ուրեմն արտահայտություն է, որը նորից կարծես փաստում եւ զարգացնում է հայ-վրացական բազմամյա հոգեվոր մշակութային կապերը։ Կարծում եմ եւ հույս ունեմ, որ այս իրադարձությունը հետագայում կունենա նաեւ իր շարունակությունը, որովհետեւ մենք այնտեղ որոշ հանդիպումներ ունեցանք եւ մեծ հույս ունեմ, որ շուտով կհայտարարենք մի նոր միջոցառման մասին։ Իսկ Ուշատախտակը ինչ կարծում ենք, որ նոր աուրա պետք է հաղորդի Թիֆլիս քաղաքին եւ այդ հասցեն Պուշկինի 13-ը կդառնա նոր մշակութային հանգույց եւ քաղաքի հյուրերի համար եւ մեր հայրենակիցների, ովքեր կայցելեն Թիֆլիս եւ կհանդիսանա նաեւ այսպես ոգի կոչման ակտ ավանգարդ արվեստագետներից մեկին ու նաև մշակութային երկխոսության նստան։ Այո, միանշանակ։ Ես ուզում գանք հենց թանգարան ինչ նորություններով է այսօր ներկայանում այցելուներին եւ նաև ինչ չափով են օգտագործում նորագույն տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բանականության մասնակցությունը կա թե ոչ այսօր Երվանդ Քոչարի թանգարանի կյանքում։ Գիտեք, կարող եմ ասել, որ թանգարանի գործունեության այս 40 տարիների ընթացքում իհարկե այն հաջողություններին, որ այսօր հասել ենք, այսինքն որ Քոչարի մասին այս լռությունից, այս կիսամոռացությունից հետո սկսել են ինչ որտեղ խոսել, գրել եւ նկատել արտասահմանում, դա իհարկե թանգարանի գործունեության արդյունքը նույնպես շատ մեծ է եւ հզոր եւ այստեղ է իրականանում Քոչարին աշխարհին ներկայացնելու, հանրահարչակելու այդ քաղաքականության եւ ռազմավարության մշակումը։ Ինչ ասեմ, շատ մեծ շնորհակալություն խորին պետք է հայտնեմ բոլոր նրանց եւ Ուշատախտակին էր վերաբերում, ես բաց թողեցի այդ մասը, բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այդ միջոցառմանը եւ ընդհանրապես թանգարանի գործունեությանը, քանի որ ինչպես դուք նշեցիք, մշակույթի նախարարությունը մշտապես մեր կողքին է եւ մենք մեծ աջակցություն ենք ստանում եւ մեր կողքին է ամենակարևոր պահերին։ Կոնկրետ Ուշատախտակի պահով շատ շնորհակալ ենք եւ այդ հանձնաժողովին հոբելյանական, որի շնորհիվ արժանացավ այդ գաղափարը հավանության դեսպանատանը Վրաստանում, հատկապես մեր դեսպանին, որը անասելի այդպես ինչ ասեմ, ոգևորությամբ եւ ջանասիրությամբ եւ մեծ սիրով էր իրականացնում ամեն ինչ։ Պարոն Աշոտ Սմբատյանին, արտաքին գործերի նախարարությանը բոլորին, ով որևէ մասնակցություն է ունեցել այս ձեռնարկին,
Իսկ ինչ վերաբերում է Թանգարանին եւ ձեր հարցին, վաղուց արդեն մոտավորապես 2017 թվականից ես սկսել եմ որոշ նորամուծություններ մտցնել ցուցադրությունների կազմակերպման մեջ, բայց կարող եմ ասել, որ 21 թվականից մենք շատ մեծ թափով դա սկսեցինք իրականացնել եւ այսօր իհարկե արհեստական բանականությամբ գեներացված է Քոչարի ձայնը, ով ինքը իր մտքերը, իր խոհերը ներկայացնում է եւ կարող ենք դա իրականացնել տարբեր լեզուներով։ Այսօր մենք դա անում ենք ֆրանսերեն լեզվով ենք ներկայացնում։ Նաեւ ցուցադրության մեջ կան որոշ պահեր, որ եթե մեր այցելուները գան իրենք հանկարծակի կգան դա տեսնելով, այնպես որ շատ մանրամասն չեմ ուզի խոսել, միայն կասեմ, որ շատ գրագետ եւ յուրատեսակ մոտեցմամբ ներմուծվում են թանգարանային ցուցադրություն եւ մշտական ցուցադրություն այդ նորագույն տեխնոլոգիաները։ Իսկ տեղում արդեն կարող եք ծանոթանալ։ Ես վերջին անգամ 23 թվականի, եթե չեմ սխալվում, թանգարանային գիշերվա ընթացքում եմ եղել թանգարանում, երևի պետք է ժամանակն է եւս մեկ անգամ այցելելու եւ պիտի նշեմ, որ չգիտեմ կարող ենք դա ինստալյացիա կոչել թե ոչ, բայց բավական հետաքրքիր ձևավորում կար, թե լուսային, այսպես կարմիր լուծումներով որոշ հատվածներում։ Դուք պատերազմի արավիրքին եք ներկա եղել, հա, կարծում եմ։ Ցավոք այո, տարածքի վրա չեմ հիշում, այո, բայց քանի որ նշեցիք, որ ցուցադրվել են այս միջոցառումների շրջանակում գործեր, որոնք մինչ այս ներկայացված չեն եղել, հետաքրքիր է արդյոք դրանք արդեն ցուցադրված են կամ պլանավորում է առաջիկայում ցուցադրվել նաև թանգարանում, կդառնան մշտական ցուցադրության մաս։ Գիտեք, դրանք իրականում Փարիզում են ցուցադրվել 2025-ին եւ մասնավոր հավաքածուների մաս են կազմում։ Առայժմ Երևան բերելու մասին մի քիչ վաղ է խոսել։ Դեռևս բանակցություններ չեն տարվում այդ ուղղությամբ։ Բայց եթե լինի մի շատ հիշարժան ցուցադրություն, կարծում եմ արտասահմանում դրանք եւս կարող են ներկայացվել։ Ես պետք է նաեւ նշեմ անցած տարի ազգային պատկերասրահի հետ մեր համագործակցության մասին, երբ Քոչարի հոբելյանական ցուցահանդես տեղի ունեցավ, որը կոչվում էր կարծեմ մարտահրավեր ժամանակին եւ անասելի հետաքրքիր ուրեմն լուծումներով էր իրականացվել, բացի կուրացիայից եւ համակարգումից, որ իրականացնել էր պատկերասրահը, նաև մեկ սրահ ձևավորվել էր մեր թանգարանի աշխատակիցների կողմից, դա իմերսիվ սրահ էր, որտեղ ներկայացվում էին Քոչարի տարածական նկարները, դիմացիաների մանիֆեստը բացարձակ նորարարական լուծումներով, անիմացիաներով եւ շատ տպավորիչ մոտեցմամբ։ Այնպես որ մենք որդեգրել ենք այս քաղաքականությունը հնարավորինս գրագետ ներմուծել նոր տեխնոլոգիաների ինձեռած հնարավորությունները մեր ցուցադրությունների կազմակերպման մեջ։ Ասեմ, որ աշխարհում վաղուց է դա իրականացվում, մենք այսպես պիոներ չենք այդ հարցում, բայց փորձում ենք լինել համահունչ եւ մեր ունեցած հնարավորությունների համատեքստում դրանք անպայման ներկայացնել, ամենայն դեպս դրանք դեռևս զարմանք առաջացնում են արտասահմանում, սա կարող եմ հաստատ ասել։ Հրաշալի է։ Եվ նախաձեռնությունների ցանկում, միջոցառումների շրջանակում էլ ինչ է պլանավորում, այս տարվա ընթացքում ինչի սպասել, թանգարանը ինչ նորություններ ունի։ Գիտեք, մենք ինչ որ ժամանակ այսպես եմ ես ասում, կարծես ընդհատակում լինենք, այսինքն ինչ որ բաներ մեզնից չեն լսվում, դա 1-2 ամիս, բայց ավարտացնում եմ այդ ամիսների ընթացքում պլանավորվում են շատ հետաքրքիր ուրեմն նոր ձեռնարկներ եւ այժմ սպասվում է դեկտեմբերի 3-ին Սասունցի Դավիթ Արցանի տեղադրման օրը մենք հայտարարել ենք Ֆենիքս գրախանութի հետ միասին այսպիսի մի մրցույթ ինչպես են տեսնում այսօրվա Սասունցի Դավթին մարդիկ եւ իրենք պետք է իրենց նկարները ներկայացնեն Ֆենիքս գրախանութի մասնաճյուղեր, մենք կընտրենք դրանցից 30-ին, քանի որ թանգարանի տարածքը շատ սահմանափակ է եւ ավել ուղակի վիճակի չենք, ամենալավ 30 աշխատանքները կցուցադրվեն ամսի 3-ին կսկսվի այդ ցուցադրությունը, երևի մեկ շաբաթ տեսնենք, նախատեսում ենք մեկ շաբաթ ժամանակով եւ այդ օրը կլինի նաեւ մրցանակաբաշխություն, այսինքն լավագույն այդ 30-ից լավագույնները կստանան, լավագույն 3-ը կարժանանան մրցանակների, նաեւ թանգարանի կողմից եւ նրանց այսպես ի նշան դրա էլի սկիզբ կդրվի մի ցուցադրության, որը մենք մի 2-3 անգամ իրականացրել ենք տարբեր ֆորմատներով, էլի Սասունցի Դավթին նվիրված, բայց մեր նվերը այդ երեխաներին եւ մասնակիցներին կլինի այդ ցուցադրության վերականգնումը, որը էլի կարող է մի քանի օր տևել
Այսպես Եթե չեմ սխալվում, այդ առումով նույնպես չէ 24-ը Հոբելյանը 65-ամյակներ արձանի տեղադրման նախորդ տարի, այո, ամենից նախորդ տարի էր, բայց քանի որ Քոչարի արվեստը շատ ընդգրկուն է եւ բազմանիստ, մենք անverջ կարող ենք տարբեր միջոցառումներ եւ ընդհանրապես մեր գործունեությունը պարտադիր չի որ դա լինի Հոբելյանական տարի, անընդհատ ու քանի գնում ավելի տարքանում են այդ բրքերն ու գաղափարները։ Այս բանին կարճատև դաթար, որից հետո մենք կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:31 դուք շարունակում եք լսել Հանրային ռադիոյի առաջին ալիքը, մենք շարունակում ենք զրուցել Երևանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի հետ։ Կցանկանայի մի փոքր խոսեինք առհասարակ այցելուների մասին, ինչ է փոխվել այս տարիների ընթացքում այցելուների, այսպես թանգարանի ընկալման մշակույթում եւ ովքեր են ձեր այցելուները։ Գիտեք, մեր այցելուները կարելի ասել բոլորն են, որովհետև տարիքային սահմանափակում չունենք։ Երրորդ դասարանից սկսած երեխաները կարող են այցելել, ոմանք գալիս են անգամ սայլակներով, մանկասայլակներով, որը շատ ընդհանրապես աշխարհում ընդունված ձև է, որովհետև պարտադիր կարևորը հարմարեցումն է, դա շատ կարևոր է։ Այո, եւ հարմարեցում եւ դա այդ տարիքից սկսած, երբ որ անընդհատ այցելում են, հետո շատ դժվար է զարմանալ շատ հարցերում, այսինքն ընկալունակությունը շատ բարձր է լինում մարդկանց եւ ինձ համար համենայնպես ես դա բազմիցս եմ ասել, ամեն անգամ եւ դա շարունակվում է անգամ այսօր էլ ամենահաճելի պահն է, երբ հանկարծ մարդկանց աչքերում որսում ես այդ զարմանքի կայծը, որ իրեն գալիս են այստեղ, ասենք եթե արտասահմանցի հյուրեր են, իրեն գալիս են, ինչ որ էթնիկ մի բան այսպես բացահայտելու համար ու հանկարծ հանկարծակի են գալիս եւ տեսնում են համաշխարհային մեծության մի ուրեմն արվեստագետի, որին համանման ստեղծագործություններ են իրենց տարբեր երկրներ այցելելիս տեսել են եւ իրենց համար Քոչարի այդ տեղը անմիջապես հասկանալի է դառնում, նրա բացառիկությունը անմիջապես զգում են ի տարբերություն իրենց տեսածների եւ այդ կայծի բռնկումը մարդկանց աչքերում այդ դա տեսնելը անասելի հաճույք է անձամբ ինձ համար։ Նույնը կարող եմ ասել մեր հայրենակիցների համար, որոնց համար, ասենք Քոչարը հիմնականում ծանոթ է Սասունցի Դավթի արձանի հեղինակ լինելով։ Իրենք պաշտում են այդ արձանը, անչափ սիրում են այդ հերոսին, գիտեն այդքանով, բայց երբ որ գալիս են ու հայտնաբերում են գեղանկարիչ Քոչարին, Քոչար նորարարին, Քոչար գրաֆիկայի վարպետին եւ ընդհանրապես այդ արվեստային այդ հսկայական ընդգրկունությունը Քոչարի արվեստում էլի այդ կայծը բռնկվում է եւ արդեն մենք միշտ ասում ենք, որ կարող եք վերել ձեր մտերիմներին, հարազատներին եւ հպարտորեն ներկայացնել ձեր հյուրերին, հպարտորեն ներկայանալ այս արվեստագետի ժառանգությամբ, ինչը եւ իսկապես լինում է, որովհետեւ իրենք հաջորդ այցը բերում են արդեն իրենց տան կամ բարեկամներին կամ հյուրերին։ Այսպես շատ ինձ համար էլի շատ հուզական պահ է, երբ մենք կազմակերպում ենք այդ ցուցադրությունները Սասունցի Դավթին, դրանք շատ կոնցեպտուալ ցուցադրություններ են, այնպես չի որ դասական ոճով է միայն նկարներ կախելով, մենք այնտեղ նույն միջավայրն ենք առասպելական վերարտադրում Ցորենի դաշտով, շատ յուրահատուկ երաժշտությամբ, Ժանելոյանի արտասանությամբ էպոսային եւ ասում եմ 3 անգամ իրականացրել ենք 3 ցուցադրությունը եղել է տարբեր եւ երբ շրջաններից են այցելում ինչ ասեմ, ես տեսել եմ դա, մենք դա նույնիսկ նկարահանել ենք, թե ինչպես են մեծահասակներ, ովքեր այդ դպրոցի ուսուցիչները լալիս են։ Այդ հուզական պահը երբեմն այդ դաշտում հայտնվելու դա լինում է։ Եվ ինձ համար անասելի տպավորիչ էր, երբ պատերազմի մասնակցած այդպես զինվորների համար այց էինք կազմակերպել, եկել էին մոտ մի 7 հոգի, եւ այդ դաշտում եկել մեկ ասեց կլինի երգեմ ու նստեց ու այդտեղ կոմիտասի մեջ քնախ շատ լավ ձայն ուներ այդ տղան, որ պատերազմի մասնակից էր, ու մենք դա տեղադրել ենք մեր թանգարանի էջում կա
Ինչ ասեմ, շատ անսպասելի պահեր են լինում այցելուների կողմից, որը մեզ աչափ ոգևորում է եւ ստիպում նոր առավել հետաքրքիր բաներ գտնել, նախագծեր մշակել։ Իդեպ ճիշտ է այն տպավորությունը, որ կա կողքից ամեն դեպքում ինքնա տպավորությունն է, որ կարծես թե արվեստի հանդեպ առհասարակ մեր երկրում հետաքրքրությունը մեծացել է վերջին տարիներին, ավելի ենթադրում եմ, որ ավելի շատ են այցելությունները, թե պատկերասրահներ, թե թանգարաններ, ոչ, ցավոք ոչ։ Չէ, այդպես չեմ կարող ասել ոչ կամ այո, որովհետև իհարկե եղան աննախադեպ երևույթներ մեր մշակութային իրականության մեջ, որոնք խթանում են այդ ցանկությունը եւ ոգևորությունը այցելել թանգարաններ, տեսնել ինչ մշակութային ժառանգության տեր ենք վերջապես մենք, կոնկրետ մեր թանգարանը վաղուց է դա իրականացնում, որ մարդկանց մեջ մտնի այդ հպարտության զգացումը, երիտասարդության մեջ առավել եւս, որ իրենք հպարտանան իրենց մշակութային ժառանգությամբ, ինչը եւ մենք տեսնում ենք բոլոր թանգարանների գործունեության մեջ, ես տենց հատա չնշեմ, արդեն գիտեք, որ նկատի ունեմ բոլորին, բոլորը փորձում են հնարավորը իրականացնել առավել հետաքրքիր ծրագրեր մշակելու առումով, առավել հետաքրքիր կոնցեպտներ մշակել եւ ներգրավել նոր այցելուների։ Իսկ ինչ վերաբերում է այցելությանը, շատ երբ որ ռուս այցելուներն էին շատացել մեր երկրում, իհարկե մեր այցելությունների թիվը ավելին էր։ Հիմա իջել է նույն նշաձողին, ինչ որ ասենք 1-2 տարի առաջ էր։ Չի ստացվում ավել դեռ ինչքան էլ որ փորձում ես նոր նախաձեռնություններ, այդ թիվը ինչ որ ստաբիլ է, բայց ասեմ Քոչարի արվեստն էլ է բացառիկ, չէր կարող դա ավելին լինել նաև։ Շնորհակալ ենք, հաջողություններ եք մաղթում նաև հետագա գործունեության ճանապարհին։ Հիշեցնենք, մենք զրուցում ենք Երևան Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի հետ։ Շարունակեք լսել հանրայինի առաջին ալիքը եւ լավ տրամադրություն բոլորիս։ Երանի վերևից ունգար Արևը ամբերից տունգար ու մաքրեր քաղաքնին նոր սերգար Երանի սարերից հով գար ու անուշ կամու հետ զով գար սերապրեր քաղաքն ու իմ տունը նոր գարունգար Երևան վեր ամեն օր բոլորին դու բերսեր լցրու փողոցներդ երկու խաղով ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր ամեն օր ամենին դու դուրսեր Լցրու քո բակերը երկու խաղով Արևոտ գեղեցիկ ծիծաղով Երանի ամպերի զունգար Ամեն հայոտարից տունգար Ու լցվեր քաղաքնին նոր մանկանչիչով Երանի խաղաղություն գար Չտար ու ապրել քաղաքնին նոր սիրո կանչով Երևան վեր ամեն օր բոլորին դու բերսեր լցրու փողոցներդ երկու խաղով ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր ամեն օր ամենին դու դուրսեր լցրու քո բակերը երկու խաղով արևոտ գեղեցիկ ծիծաղով Para
Սուրճ ու սեր առավոտից։ 10:41 րոպե, բազմազան տեղեկատվություն, լավ երաժշտություն, արդյունքում լավ առավոտ, ձեզ հետ հանրայինի առաջին ալիքն է։ Մնացեք մեզ հետ, առաջիկա եւս 20 րոպեն մեր եթերաժամի վերջին հատվածին ենք մոտեցել, ինչպես խոստացել էինք, շուտով կունենանք եւս մեկ հյուր, ում հետ կզրուցենք մեկ այլ հետաքրքիր օրվա մասին, որը կփորձենք հասկանալ ինչպես ճիշտ ընտրված իմիջը կարող է ազդել հաջողության վրա եւ ինչու է կարեւոր ունենալ մասնագետի կարծիքը պրոֆեսիոնալ։ Այս հարցին պատասխան ենք մեր հյուրի հետ քիչ անց, իսկ մինչ այդ մենք ունենք երաժշտական լրահոսից առանձնացված մեկ լուր, որը վերաբերում է հանրահայտ The Weeknd խմբին։ Այո, Weeknd-ը շարունակում է տպավորել երկրպագուներին իր արդյունաբերությամբ, նրա After Hour Till Dawn համաշխարհային շրջագայությունը դարձել է տղամարդ մենակատար արտիստների պատմության մեջ ամենաբարձր եկամուտ ունեցող տուրը։ Այո, Weeknd-ը կամ ինչպես նրա երկրպագուներն են անունով դիմում Abel-ը 2022-ից մեկնարկել է իր After Hour շրջագայությունը, մարաթոնը ներառել է Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան, Մեծ Բրիտանիան, Լատինական Ամերիկան, Ավստրալիան, 153 համերգի ընթացքում վաճառվել է ավելի քան 7.5 միլիոն տոմս, որոնց եկամուտը գերազանցում է ուշադրություն $1 միլիարդ։ Նաև ասենք, որ ներառյալ 2026 թվականի Մեքսիկայում, Բրազիլիայում, Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում կայանալիք համերգները եւս ներառված են։ 2023 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը The Weeknd-ին անվանել է աշխարհի ամենաշատ լսվող արտիստ, իսկ նրա Blinding Lights հիթը ստացել է Ադամանդե հավաստագիր եւ դարձել է բոլոր ժամանակների Billboard Hot 100-ի նոր առաջին հորիզոնականը գերազանցելով Chubby Checker-ին 1960 թվականի The Twist հիթը։ Այո, հետաքրքիր է, որ Weeknd-ին, ինչպես նշեցինք, սա տղամարդ մենակատարի հետ կապված ռեկորդ է, կան ավելի շատ վաստակած տուրեր, դրանք են նախ Coldplay-ի Music of վերջին տուրը, որի ընթացքում խումբը վաստակել էր $1.5 միլիարդ, ինչպես նաև բնականաբար Taylor Swift-ի Eras տուրը, որը առհասարակ համաշխարհային ռեկորդ է սահմանել եւ նա վաստակել է ավելի քան $2 միլիարդ։ Բեմական հաջողությունից բացի արտիստը ակտիվորեն զբաղվում է նաև բարեգործությամբ, նա ավելի քան $8.5 միլիոն է նվիրաբերել բարեգործական ֆոնդերից մի քանիսին, իսկ իր հաջորդ 2026 թվականի համերգներից ստացած հասույթը կուղղվի World Food ծրագրին, ինչպես նաև Global Citizen նախաձեռնություններին։ Երկրպագուները նաև հնարավորություն կունենան Global Citizen-ի միջոցով անվճար տոմս շահել յուրաքանչյուր համերգի համար։ Եվ վերջում հավելենք, որ շրջագայության հաջորդ փուլը կմեկնարկի արդեն հաջորդ տարի ապրիլի 20-ին Մեխիկոյում եւ կայցելի Ռիո դե Ժանեյրո, Սան Պաուլո, Փարիզ, Ամստերդամ, Միլան, Լոնդոն, Մադրիդ եւ այլ քաղաքներ, այնպես որ դեռ The Weeknd-ի երկրպագուները ունեն հնարավորություն վայելելու սիրված խմբի կատարումները, ինչպես նաեւ մենք հիմա եւս կվայելենք նրա հայտնի հիթը։ What you really like, maybe you can take my time. We don't ever have to fight. Just take it step by step. I can see it in your eyes, 'cause they never tell me lies. I can feel that body shake, and the heat between your legs. You've been scared of love, and what it did to you. You don't move too hard, I know that you do. Just a simple touch, and it can set you free. We don't move too much when you're alone with me. I feel it coming, 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 I feel it coming. I feel it coming, I feel it coming, I feel it coming. You are not the single type, so maybe this the perfect time. I'm just trying to get you high, fading off this touch. You don't need a lonely night, so baby you can make it right. You just gotta let me try to give you what you want. You've been scared of love and what it did to you. You don't move too hard, I know what you do.
10:46 նոյեմբերի 24-ն է, օրը երկուշաբթի, դուք լսում եք հանրայինի առաջին ալիքը, հիշեցնենք, որ շատ երկրներում այսօր նշվում է իմիջ խորհրդատուի օրը։ Տաղավարում է ոճաբան դիզայներ Գայա Գևորգյանը, բարի լույս Գայա։ Բարի լույս։ Գայան եկավ հասավ ճեղքելով բոլոր տեսակի խցանումները։ Դժվարությամբ, բայց կարևորը ոճով եւ ոճային։ Կարևորը վերջում հասանք։ Այո։ Իրականում հենց եթե այդտեղից էլ սկսենք, ասում են, որ եթե ուզում ես հասնել այնտեղ, որտեղ նպատակ ունես հասնել, շատ կարևոր է թե ինչ ես կրում, նույնիսկ կարծիք եմ լսել, որ հագնվեք ոչ թե այն օրինակ պաշտոնի համար, որը ունեք, այլ այն, որին ձգտում եք։ Արդյոք իսկապես մեր կյանքի վրա այսքան լուրջ դեր ունի ոճը, որքան ներկայացնում են մասնագետները։ Դա հաստատված է, որ 3-4 վայրկյանի ընթացքում մարդիկ արձանագրում են առաջին կամ մեր կերպարը, ոչ թե մեզ ու ճանաչում են մեզ, հա, որպես այդպեսին մենք ինքներս այլու առաջ, երբ որ մենք կանգնում ենք ու փորձենք անգամ ազականներով ներկայացնել մեր կերպարը, շատ ավելի գրագետ կլինի եւ արդար ինքներս մեր նկատմամբ անինքնավստահ կերպարով անձանց ոչ այդքան հաճախ են ընդունում աշխատանքի եւ ընդունելով, որ իրեն կարող են իրենց աշխատակիցների հետ աշխատել եւ իրենց հաճախորդներին ընդունել աշխատանքի, այսինքն ինչ են երևակայում միանշանակ կարելի է ներսին եւ արտաքին կարեւորություն տալ հավասարապես, որովհետեւ դրանք պետք է միասին աշխատեն մեր նպատակի համար եւ միասին հասնեն մեր արդյունքին, որը իրականում ի սրտե գալիս է։ Ահա, փաստորեն իսկապես դա մեծ դեր ունի։ Ինչու իմիջ խորհրդատուի այսպես աշխատանքը կերպարը չի մուտք գործում մեր կենցաղ։ Շատ երկրներում ընդունված է, ընտանիքներում ինչպես հոգեբան ունենալ, իրավաբան, այնպես էլ իմիջ խորհրդատու, մեզ մոտ կարծես դանդաղում է այդ գործընթացը։ Ընդ որում նկատել եմ, որ նույնիսկ այնպես է, որ արտիստներն էլ ոչ միշտ ունեն հաճախ սերիալներում, ֆիլմերում նկատում են դերասանները։ Թանկ է ունենալ իմիջ խորհրդատու։ Թանկ ասելը շատ հարաբերական բան է։ Ես իրականում չեմ բողոքում, որովհետև իմ հաճախորդները բավականին լավն են։ Եվ ես ունեմ իրականում անհատական հաճախորդներ եւ ավելի շատ հիմա աշխատում եմ անհատների հետ, քան արտիստների հետ, որովհետև ինձ այդպես ավելի հեշտ է աշխատելը վստահելու տարբերակով, հա։ Շատ ժամանակ արտիստները որպես այդպեսին ստեղծում են իրենցից կերպար եւ իրենք չեն կարողանում այդ կերպարից դուրս գալ։ Քանզի մեր հասարակությունը տվել արտիստին ընդունում է հենց այդպես եւ իր պատկերացումները արտիստի նկատմամբ այդ կերպարը պատմությունը, որ է շատ դժվար է իրեն դուրս գալ այդ կերպարի միջից ու այդպես է լինում է հենց անհատներին, հա, իրենք այդ կերպարը ստեղծում են, երկար ժամանակ ապրում են, հետո դա կարող լինի շինծու, կարող լինի իրական, դա շատ հարաբերական բան է, որը կարանք միասին խոսենք, շատ երկար, բայց գալիս է մի կետի, օրինակ, եթե իրենք իրենց վախերից աշխատում են, իրենց փոխվում են եւ ուզում են արդեն իրական լինեն, իրենց դժվար է։ Նույն արտիստներն է, երբ որ ինչ-որ մի этап գալիս են եւ հոգնում են իրենց կերպարից, մտածում են վերջապես փոխեմ, բայց հասկանում են, որ կարող է հասարակությունը այլևս իրենց չընդուներ։ Դա շատ բարդ բան է։ Հիմա տես, ես այս սովորեմ դասական կերպարին եւ դուրս գալ այդ կերպարից ոչ թե չեմ համարձակում, այլ վախենում եմ։ Ինչպես կարելի է մարդուն կոտրել հոգեբանորեն եւ ասել ոչ վաղվենց դու պետք է, չգիտեմ, դառնաս մեկ այլ կերպարի մարդ։ Ամառ առաջինը պետք չի կոտրել եւ պետք չի համոզել, որ վաղվենց պետք է կերպարը փոխել։ Միանշանակ, որովհետեւ մենք ինքներս մարդ էակ այնպեսին է, որ պետք է հարմարվի տվյալ իրավիճակին, որ կարողանա նաեւ վստահել ու մարդուն պետք է հստակ հասկացնես ինչի համար նա պետք է փոխվի։ Երբ որ դու չես տալի պատճառ, երբ որ չես տալիս հստակ ասոցիացիան ինչի համար նա պետք է այդպես անի, ինքը չի կարող քեզ վստահել։ Այստեղ վստահության մի հատ կարևոր կետ կա։ Հետո, եթե մարդը գալիս է այն փաստին, երբ որ ցանկանում է ինքը փոխվել, այսինքն ինքը գիտակից անձնավորություն է։ Իսկ գիտակից անձնավորության հետ ուղղակի խաղալը դա բավականին բարդ բան է։ Իսկ ինչն է հաշվի առնում սովորաբար մարդու ոճը կերտելիս։ Ինչով է պայմանավորված դա աշխատելիս, ինչերն են հաշվի առնվում եւ ինչպես մարդը կարող է գտնել իր ոճը։ Ինչ հատկանիշներից ելնելով, ինչը ունի նշանակություն, ազդեցություն։ Նախ առաջինը միշտ ես չեմ դիմում, փորձում եմ երբ որ անձն է ինձ դիմում, այսինքն ես որպես այդպեսին կարծիք երբեք կերպարի մասին չեմ արտահայտում, որովհետև շատ դժվար է մարդուն այդ օրը պատտվես ասես, որ ինչ որ այս կերպարի խնդիր ունես, քանզի մարդու տրամադրությունը, անկումներ, լիքը բեկումնային պահեր կարող են լինել, ու հենց այդպեսին կարա նաև նենց վախ տաս այդ անձնավորությունը, որ ամբողջ կյանքը հիշի, դրա համար միշտ եթե մարդը գալիս է ու դիմում է ոճաբանին, այսինքն ինքը ունի ներսից կանչ ունի նոր կերպար ստեղծելու կամ կանչ ունի նոր կյանքի ինչ որ մի փուլ սկսելու, որովհետև ոճաբանը հոգեբանի նման մի մասնագիտություն է, որը կարող է ինքնավստահություն տալով տվյալ մարդուն հիմք հանդիսանալ գնալու են ամեն ինչ որ ինքը իրականում ուզում է ու ոճաբանությունը շատ ժամանակ մենք նայում ենք բավականին հեշտ աշխատանք, բայց դու կարող ես մարդուն տալ մի այնպիսի կերպար, որը լրիվ հակառակ կետին իրան տա ոչ անինքնավստահություն, ինչ որ գաղափար տա վախեր, ավելի գերերևալու լիքը ֆիքսացիաներ, որից ինքը չցանկանա ուղղակի տանից դուրս գալ։ Իսկ մարդու կերպարը լիովին հաֆազազոր է նաև
այն կետերի, որ ինքը իրեն ավելի ինքնավստահ ազգում, ավելի ինքը եթե կնոջ մասին եմ խոսում, ավելի ինքնավստահ, ունեմ նաև տղամարդ հաճախորդներ, ովքեր դիմել են ինձ, որ չեն կարողանում աղջկա հետ կապ հաստատեն, որովհետև աղջիկները շատ ժամանակ իրենց կերպար չեն հավանում։ Ես վերջերս հենց այդպեսին մի հատ Facebook-յան ընկեր ունեի, որ մենք միասին աշխատեցինք, արտերկրից էր եկել, ինքը արդեն նշանվել է, ամուսնացել է, ինձ ուղարկում է, մենք աշխատել էինք, այդ շատ հաճախ է նման։ Ոյ, այո, իմ հետ շատ հաճախ է լինում։ Ես միշտ իրեն ասեմ, դուք պատրաստ եք իրականում այդ քայլին, թե ուղղակի եք եկել ինձ մոտ, չէ, եթե պատրաստ լինեմ, միանշանակ արդյունք ստանում ենք։ Իսկ կտրուկ տարբերվում է ձեր փոխածվոճ եւ իր նախկին ունեցած ոճը։ Միանշանակ շատ։ Այ ասելով ոչ, հա, կերպար, ինչ է մտնում դրա մեջ։ Սանրվածք, չգիտեմ, մեյքափ, հագուստ, կոշիկներ, ամենը մտնում է թե ինչ որ Քայլք, խոսք, արտահայտվելու ձև, որովհետև երբ որ մենք նայում ենք արտաքինին մարդու, մենք նայում ենք ընդհանուր կերպարը։ Երբ որ մենք նստած ենք ուղակի ձեզ էլ խորհուրդ կտամ, մի օր փորձեք շատ հետաքրքիր խաղ է։ Երբ որ մենք ուղակի նստած սրճարանից նայում ենք ինչ որ մի կերպարին ու նայում ենք ինչ ենք նկատում, եթե կկոծած է միմիկաներ, մտածում ենք ես աղջիկը խի ասես դժգո։ Կարանք իր կերպարը, հա, կերպարը չընկալենք, բայց նկարենք իր միմիկաները ու կարա դա բնավ դրանից չլինի, հա, ինքը լրիվ ուրիշ անհատականություն լինի։ Այսինքն այստեղից հարց է առաջանում, որ մարդու կերպար դա մի ամբողջական փաթեթ է, քայլքի, շարժու ձևի ու շատ ժամանակ լինում է, երբ որ ասում ենք այդ մարդի կերպարի հետ կատեգորիկ կապ չուներ։ Երբ խոսում է ու կարծես չհամապատասխանի արտաքինի, չէ՞։ Սկսած ձայնի տոնայնությունից, հա, աղջիկներ կան, ովքեր շատ կոպետ ձայն ունեն, բայց հագնվում են այնքան թեթև ունեն, թեթև են ես ներկայացնում, որ մտածում ես, այս աղջիկը բերանը բացեց, լրիվ ուրիշ կերպար ստեղծվեց, բայց հակառակ երբ որ չէր խոսում, լրիվ ուրիշ կերպարի մասին էր ինքը։ Գայա, հետաքրքիր է, որքանով է տարածաշրջանը հաշվառում, գիտեմ, որ Հայաստանից դուրս էլ աշխատում ես, բարբերաբար լինում է, որ երկրում ես, լինում է, որ երկրում չես, որքանով է հաշվառում կամ առհասարակ ոճաբանները որքան հաճախ են հաշվի առնում տարածաշրջանը, օրինակ նշեցիր, որ տղամարդիկ են հաճախ դիմում, մենք էլ գիտենք, որ տղամարդու հագուկապի հետ կապված հաճախ ինչ-որ կարծրատիպեր ունենք կամ ինչ-որ ստանդարտներ ունենք, որոնց մեջ ոմանք տեղավորվել են, ոմանք ստիպված են տեղավորվում, կամ աղջիկների դեպքում եղանակային պայմաններ, արդյոք այս ամենը հաշվի առնվում է մարդկանց ոճը կերտելիս։ Միանշանակ համար 3 կարևոր կետ է, ով ես դու, ինչ ես ուզում եւ որ շրջապատդ ու դեպի ուր ես գնում, այսինքն 3 հիմնասյուներ, որոնք շատ կարևոր են, որովհետեւ տալ մարդուն լրիվ փախած կերպար, որտեղ ինքը Հայաստանում աշխատում է որպես օրինակ բիզնեսմեն կամ Հայաստանում աշխատում է որպես անձն, որ աշխատում է անհատների հետ աշխատանքի ընդունեց, օրինակ եմ բերում, հա, մենք պատկերացնում ենք իրան ինչ որ X քառակուսիների մեջ ու այդ իրականում քառակուսիները մեր սերունդներից եկած բաներն, այսինքն մենք որպես այդպեսին դեռ չեն կարողացել կերտել այնքան ստերեոտիպեր ու քանդել, որ մեզ համար մեկ լինի դիմացինի արտաքինը։ Մենք հատկապես հայերս ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ միանշանակ կարևորում ենք դիմացինի արտաքինը, ինչպիսին է նա ու արդյոք տվյալ անձը համապատասխանում է մեր պատկերացումներին, թե ոչ։ Իսկ դա չի խանգարում այդ կապանքները, սահմանները չեն խանգարում ստեղծագործելիս։ Երբեմն ավելի հետաքրքիր է հենց այդ կապանքներով ստեղծել հետաքրքիր կերպար։ Այսինքն դու չես կարողանում մաքսիմալ շատ ինչ-որ տենց ստեղծագործես, որովհետև շատ ժամանակ ստեղծագործող մարդուն խանգարում է հողի վրա լինելը։ Ու երբեմն այդ քառակուսիները քեզ տալիս են հենց այդ հողի վիճակը, որ դու կարողանում ես հասկանաս ինչ ունես անել ու ինչքան ունես շեղվելու, հա, սյուրվելու տարբերություն։ Եղել է նոնսենս, երբ հաճախորդ այնպիսի բան է ուզել, որ դուք իզորու չեք իրականացնելու կամ հակառակը ձեր առաջարկը չի ընդունվել։ Եվ նաև կխնդրեի այսպես նաև հասկանանք այ արհեստականի եւ բնականի տոկոսայինը ինչքան է։ Նախ ասեմ, որ շատ ժամանակ չեմ աշխատում այն տարբերակով, երբ որ ես ինքս չեմ ուզում ու ինձ դա դուրս չի գալիս։ Մաքսիմալ փորձում եմ բնական լինել, հենց այդտեղից է խոսում, այսինքն արհեստական չանեմ հանուն ինչ որ մի աշխատանքի, որ ես դրանից հաճույք չստանամ, որովհետեւ երբ որ մասնագետը վստահության բջիջներ չի զգում, ինքը չի կարողանամ լիարժեք արդյունք կատարել։ Երբ որ անձը գալիս է դիմում է, բայց ասում է ես չեմ ուզում, դուք ստեղծագործեք, ես ուզում եմ իմ ասածով լինի, այդ պահին մասնագետի առաքելությունը որպես այդպեսին համարում ենք ավարտած, որովհետև դու պետք է այդ գնաս ուղղակի որպես հագուստ անողանց, ես ինքս ինձ այդպեսին չեմ համարում։ Կան մարդիկ, ովքեր պատրաստ են այդ առաքելությունը առաքիչի կատարեն։ Ես ինձ այդ մասնագետը չեմ համարում, որի պատճառով շատ ժամանակ հենց ինձ արգելում եմ տվել աշխատանքները կատարելու, արգելուն շատ sense բարձր հնչեց, բայց իրականում որպես այդպեսին
մասին այդ ճիչը ունեմ, նաև եղել է որ այո, ես չեմ կարող մեզ բան հիշեմ, բայց կարծում եմ եղած կլինի որ իմ տարբերակը չընդունեն, որովհետև միգուցե իրենց պատկերացումները եւ իմ լրիվ տարբեր են, որովհետև ես չեմ վախենում բարձր ասելուց, որ ոչ այնպեսի բան է, որ դու չես կարող բոլորին ստիպել լինել այնպեսին, ինչպեսին իրականում դու տեսնում ես անձին, որովհետև ես ոչ թե ես եմ ուզում իրան տեսնեմ, այլ ես գիտեմ, որ ինքը կարա դեպի դրան գնա, բայց միշտ չի որ այդ մարդը դիմելուց պատրաստ է այդ քայլին գնա, ինքը կարա պրոստը այդ բային տենց կանչ ունենա դիմի ու հետո գնա տուն ասեն դե լավ դե քեզ պետք էր այդ ամեն ինչը ու այդ ավելի ուժեղ լինի, քան տվել մասնագետի խոսքը։ Եվ ավարտին շատ կարճ ձեր խորհուրդը նրանց, ովքեր հիմա հայելու առաջ կանգնած լսում են մեզ ու փորձում են ընտրել այսպես իրենց պահարանից ինչ հագնել այսօր։ Մանավանդ որ առավոտ է։ Աշուն է։ Շատ կարճ։ Համար առաջինը հասկանաք ուր է գնալու եւ ձեր առօրյան ինչպեսին է, չվախենա գույնել տալու ձեր կերպարին, որովհետեւ գույները մեր ներսի էմոցիաներ են, որոնք պետք է մեզ բավարարեն։ Շնորհակալ ենք, սա ոճաբան դիզայներ Գայա Գևորգյանն էր, իսկ ուղիղ եթերում այս առավոտ դեսամասիրով աշխատեցին Վեգա Անդրեասյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Բարի լույս։ Դեպենք վաղը 9:30-ից։